Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը պետական դեպարտամենտը երեկ ուշ երեկոյան հրապարակել է մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությանը բնորոշ են համակարգային կոռուպցիան եւ կառավարության գործունեության թափանցիկության պակասը։ Մեջբերում ԱՄՆ պետքարտուղարության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի զեկույցից։ Պետական կառավարման բոլոր օղակներում տիրող կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունները խաթարում են իրավունքի գերակայությունը, թեպետ կառավարության կողմից ձեռնարկվել են ստորին եւ միջին օղակների պաշտոնյաներին կոռուպցիայի համար պատասխանատվության ենթարկելու սահմանափակ միջոցներ։ Կառավարման թափանցիկության պակասը խոչընդոտում է պաշտոնյաներից պատասխանատվություն պահանջելու հասարակության հնարավորությունը։ Զեկույցում ասվում է, որ Հայաստանի առջև ծառացած առավել լուրջ հիմնախնդիրների շարքում են դատական համակարգի սահմանափակ անկախությունը եւ իշխանությունը փոխելու քաղաքացիների սահմանափակ հնարավորությունը։ 2014 թվականի ընթացքում ստացվել են հաղորդումներ այն մասին, որ իշխող հանրապետական կուսակցությունը շարունակում է գործադրել վարչական լծակները եւ ընտրակաշառքներ է բաժանում համապետական եւ տեղական մակարդակներում, որ շարունակի վայելել իշխող դիրքը։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերում վերստին եղել են ոչ մարտական պայմաններում գրանցված կասկածելի հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքեր, սպաների եւ ծառայեկիցների կողմից շարքայիններին հալածելու, հետապնդելու եւ ապօրինի այլ վերաբերմունքի փաստեր։ Զինվորական իշխանությունը պնդում է, որ լուրջ ջանքեր է գործադրում ոչ կանոնակարգային հարաբերությունները արմատախիլ անելու համար, սակայն շատ դեպքերում մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում։ Ըստ զեկույցի կան հաղորդագրություններ այն մասին, որ իրավապահները բռնությունների եղանակով են ցուցմունքներ կորզում։ 2014 թվականին առաջխաղացում չի եղել, 2008 թվականի նախագահական վիճահարույց ընտրությունների հետ կապված զանգվածային բախումներում 10 քաղաքացիների մահվան հանգամանքների հետաքննության առումով դրանց առնչությամբ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։